Բարև ձեզ, այսօր պրոֆիլը հյուրընկալվել է քանդակագործ, նկարիչ, դիզայներ Արման Նուրի արվեստանոցում։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, բարև ձեզ դուք։ Լավ, շնորհակալություն։ Ձեր արվեստանոցում բավական հետաքրքիր աուրա է, սկսած բույրից մինչև սուրճով, որ դուք մեզ հյուրասիրեցիք։ Ամեն ինչ այդքան մանրակրկիտ եք ընտրում։ Հա, ես պերֆեկցիոնիստ եմ։ Իցավս ինձ, որտեղ տենց ապրելը դժվար է, ես պերֆեկցիոնիստ եմ ու ամեն ինչի շատ կարևոր է, որ ամեն ինչի ամենալավը լինի ինձ մոտ։ Եթե չէ, ապա թող չլինի առհասարակ, չեմ տխրի, բայց եթե կա, ուրեմն պետք է լավը լինի։ Սուրճը բավական հետաքրքիր համ ունի, որտեղից է այն։ Սա շատ հետաքրքիր պատմություն է, ուրեմն 2015 թվականին Տանզանիայում էի, բարձրանում էի Կիլիմանջարո լեռը, եւ այնտեղ ծանոթացա մի ընտանիքի հետ, որը իր հողամասում, այսպես հողատարածքում սուրճ էր աճացնում, տնական սուրճ։ Այսինքն ոչ արտադրական, ոչ այդ բաներով, չգիտեմ, ինչ որ կարող արհեստական ինչ որ արագ աճացնելով կամ հավելումներով, այլ տնական սուրճ, ոնց է լինում, տնական, ասենք մեր դաչայի միրգը ոնց է լինում, չէ՞, ասենք որ տենց կամ մեր տնական օղին ոնց է լինում, չէ՞, այդտենց իրենք տնական սուրճ էին աճացնում։ Շատ հավանեցի այդ սուրճը, առա մի 10 կիլո կարծեմ այդ տարին առա, հետս բերեցի ու հետո կապը խզվեց այդ ընտանիքի հետ։ Անցան տարիներ, երևի մի 15 տարի հետո, 18 տարի հետո դրանից, 15 երևի, հա։ Մի տղա է ինձ գրում, որ ուզում է, որ ես իր համար մատանիներ պատրաստեմ ու ամուսնական, սևական տղա է գրում, ասում եմ, բայց ասում եմ, որտեղից դուք ինձ գտաք, ասում եմ, կինը հայ է ապագա կինս, և ուզում եմ, որ իմ մատանիները հայ նկարիչ պատրաստ է, ասի ես այլևս մատանի չեմ պատրաստում, առհասարակ զարդերով չեմ զբաղվում այլևս, բայց ասում եմ շատ հետաքրքիր է ոնց է ստացվել, որ դուք Տանզանիայից, ինչպես պարզեցի հետո, իսկ կինը Հայաստանից, ասում եմ երևի կինն է ձեզ ասել, որ ես իմ մասին, ասեց ոչ, ասում եմ, ես ինքս դրել եմ research-ը մարել, փնտրել եմ և գտել եմ որպես ձեզ դիզայներ, ասում եմ կինս ձեր մասին առհասարակ չգիտի, չի ճանաչում ձեզ։ Ասում եմ, ասենք սուրպրիզ եմ ուզում անեմ, դե ասի կներեք մատանի չեմ պատրաստում, ասում եմ, բայց ձեր դեմքը մի տեսակ ծանոթ է։ Ասեց դե ես Տանզանիայից, ասում եմ, ես Հայաստանում չեմ եղել, ասում եմ, բայց ես եմ Տանզանիայում եղել, Արուշայում, ասում եմ, հա ես հենց Արուշայից եմ, ու տենց մեկ էլ հանեցի մի հատ ֆոտո գտա, ուղարկեցի իրան, ասի ես դու ես, այդ ժամանակ դեռ փոքր էր, այդքան տարի է անցել, 15-ից ավել տարի է անցել, բա հա, ասի հիշում ես, ասում եմ, ես եկել եմ ձեր տուն, ձեր սուրճն եմ առել։ Պատկերացնում եմ ինչպես զարմացավ։ Ասում եմ չեմ հիշում, հարյուր մարդ է գալի, ասենք բանը, այդպես տուրիստական ինչ որ վիճակ կա այդ քաղաքում Կիլիմանջարո բարձրացողների, բայց շատ հետաքրքիր էր։ Ու այդ սուրճի ոնց որ բանը ալիքը ինձ համար նորից ռեինկարնացիա եղավ, նորից ոնց որ վերածնվեց եւ այսուհետ ամեն ամիս 2 կիլո սուրճ Տանզանիայից տնական սուրճ, այնպես որ մենք հիմա խմում ենք տնական սուրճ, այո, երբևէ չէինք լսել, չէ՞, տնական սուրճ արտահայտություն, հա, հիմա ասես տնական սուրճ ենք խմում ինձ մոտ։ Դուք սիրում եք էքստրիմը, լեռնագնացությամբ եք զբաղվում, ինչպես ասացիք, բարձրացել եք, իսկ Ֆուձիաման արդեն բարձրացել եք, թե նպատակ ունեք։ Նպատակա դեռ պլանավորված է ամեն տարի, ասում եմ այս տարի անելու եմ ու ինչ որ գործեր խանգարում են, Ֆուձիաման նախապատրաստվում է, բայց բարձրացել եմ 3 անգամ Արարատ լեռը, ու Արագած այդ իհարկե, Խուստուպ իհարկե, բարձրացել եմ Նեմրութ լեռը, ուրեմն իմ լեռները արձանագրվում են իմ տատուների վրա, այսինքն ամեն մի լեռից հետո մի տատու է ավելանում, որը որ արձանագրում է, որ այդ լեռը հաղթահարել եք, խոնարհվել եմ։ Լեռներին հնարավոր չի հաղթահարել, իրանց կարելի է միայն խոնարհվել։ Իսկ ինչ է տալիս ձեզ լեռնագնացությունը եւ այդ զգացողությունը, որ դուք հասակ բարձունքին արդեն գագաթին եք, ինչ եք զգում այդ պահին։ Դա շատ տարօրինակ զգացմունք է, որը կարող է բացատրել միայն մարդը, որը անում է դա, որովհետև դա հնարավոր չի հետո վերապատմել, քանի որ ոնց որ կապ է ստեղծում, այդ կետից կապ կա ի վերուստի հետ, Աստծո հետ, ֆանտաստիկ էներգիա է, խելագարվելու մարդը, որը մի անգամ բարձրացել է
4500-ից ավել, ինձ համար դա է ոնց որ սանդղակը, վերին սանդղակը 4500-ից ավել, եթե ինչ որ մեկը մի անգամ բարձրացել է, այլևս չի իջնում այդտեղից վերջ։ Անընդհատ ուզում է գնալ, հա։ Իմ երեխաներն էլ նույնը, սարերից չեն իջնում հիմա։ Իսկ դժվար չի, դրա համար պետք է երևի ամեն օր մարզվեք, որովհետև այսպիսի մի բան կա, չէ, լեռնային, այսպես հիվանդություն, այսպես հասկացողություն կա։ Շատ ամեն լեռ իր խնդիրներ ունի, ամեն լեռ իր ծանրություն ունի եւ ամեն լեռ իր տարօրինակ խնդիրներ ունի, այո, կան շատ խնդիրներ, բայց հա ես ամեն օր մարզվում եմ, հիմա մարզումից եմ եկել, ամեն օր մարզվում եմ եւ դա շատ կարեւոր է ինձ համար առհասարակ լեռներ լինեն թե չլինեն, դա շատ կարեւոր է որ ամեն օր մարզվես ու լինես ֆիզիկապես առույգ դու քեզ լավ զգաս, դա շատ կարևոր է։ Դուք շատ կրեատիվ եք ամեն հարցում։ Ես հիշում եմ ձեր նախորդ տարվա ծնունդը հարսանիք էիք կազմակերպել, բոլորը հավատացին, որ դուք նորից ամուսնացել եք, բայց ասացիք դա հումոր էր, ընդհանրապես թեմատիկա էր իմ ծննդյան։ Գիտեք, բոլոր պոստերի տակ գրված է եղել իդեպ, որ սա հումոր է, լուրջ չնկարել։ Բայց մարդիկ հավատացել էին։ Բայց ոչ մեկ գրածը չէր կարդում, բոլորը նայում էին այդ վիդեոները եւ ֆոտոները եւ բոլորը այդքանով բավարարվում էին արդեն եզրակացություն անել, բայց առաջի հենց հրապարակումի տակ գրված է եղել, որ սա հումոր է։ Դա շատ հետաքրքիր պատմություն էր։ Ամռանը դեռ ծնունդս հոկտեմբերին է։ Ամռանը Սևանում վրանով նստած եմ երեկոյան կրակի մոտ ընկերներ ինչ որ լիքը տենց հետաքրքիր ժողովուրդ մեկ էլ զանգում է ծանոթներիցս մեկը Մոսկվայից, ընկերուհիներիցս մեկը Մոսկվայից ու ասում է որ ուզում է հոկտեմբերին գա Երևան ու իր ծնունդը նշի Երևանում, քանի որ իր ծնունդը հոկտեմբերի 10-ին է, իսկ իմս 11-ին, ասեց կլինի իրար հետ նշենք։ Հա, ասեցի իհարկե, ասեցի շատ լավ է, արի 10-ին սկսենք, 11-ին վերջացնենք, ոնց որ 24 ժամ ծնունդ անենք, շատ լավ է, ասի արի Դիլիջանում անենք, ասեց հա շատ լավ է, ասի այդ դեպքում արի թող ծնունդի թեման էլ լինի բախտավոր լինեք։ Այս ֆրազը ասելուց հետո ինքը ասեց հա դե լավ, ուրեմն ես հարսի շորով կգամ։ Ես ասեցի, դե ես էլ ասեցի ուրեմն փեսայի շոր կհակնեմ, սմոքինգ կհակնեմ։ Բա քավորը ով է, Ազաբաշին ով է, չգիտեմ, սկսեցինք արդեն դերերի բաժանել, կիսուրը ով է, չգիտեմ, կեսրարը ով է եւ այլն, սենց մեղր որ տալիս է, լավաշ թռողով, հապսե դնողով, այսպես տառուսիկների ինչ ձև է եւ այլն։ Սաղ սկսեցինք մտածել։ Զանգեցի Մելինեին, ասի Մելին, այսպես բան եմ մտածել, ու Մելինեն ասեց, ինչ լավ, ես է դեկորացիան կանեմ, ասի Մել, բայց դեկորացիան անում ես հնարավորինս անճաշակ։ Ասի հետո սա պետք է երևա, որ սա հարսանիք չի։ Իրական չի։ Հա, այսինքն այն ամենահնարավորինս անճաշակ դեկորացիան պետք է լինի, որ ոչ մի գույնի հետ չբռնի, որ սենց վատ լինի։ Այդպես էլ արեցինք, բայց մեկը մարդիկ հավատացին, որ սա հարսանիք։ Ես հնարավորինս ուզում էի ցույց տալ, որ սա հարսանիք չի, սա ուղղակի մենք տես։ Հա, դուք հետո պարզաբանեցիք, որ ճիշտ չի դա։ Ուղղակի հասնում ես, երբ որ հասնում ես մի տարիքի, ինչ որ որոշակի տարիք է, հա, անցնում ես 50-ի շեմը, 50 անգամ ծնունդ ես արել արդեն կյանքումդ։ Այլևս այդ happy birthday այդ ծնունդը շնորհավոր հոգնածնում է այլևս, եւ ես որոշեցի, որ շատ լավ միտք է, որ կարելի է այսուհետ 50-ից հետո ծնունդները անել ոչ այդ ծնունդի թեմայով, ամեն ծնունդը անել մի այլ թեմայով։ Հետաքրքիր է։ Հիմա երեք ընկերներիս հետ զրուցում եմ, ասում եմ, արի ամեն ծնունդդ այսուհետ հարսանիք արա, դու տարբեր։ Ամեն անգամ թող տարբեր լինի հարսնացու, ու տենց ամեն տարի ամուսնացի, ինչու ասեմ։ Այսինքն այս տարի էլ եք ամուսնանալու, բայց ուրիշի հետ։ Դեռ չեմ որոշել ինչ է լինելու հարսանիք, թե նոր տարի, բայց այս ամռան սեզոնը որ գա, երբ որ ես նորից վրանով լինեմ նույն տեղում, որտեղ ես ամեն տարի լինում եմ Սևանի ափին, այնտեղ կորոշեմ ինչ եմ անելու ծնունդս այս տարում։ Իսկ իրական կյանքում ուզում եք նորից ամուսնանալ։ Դա երբեք ոչ մեկ չի կարող ասի ուզում է, թե չի ուզում, դա լինում է այն ժամանակ, երբ որ գալիս է այն անձնավորությունը, որի հետ ուզում ես ամուսնանալ։ Այդ ուզելը այդ ժամանակ է գալիս։ Առայժմ չեմ մտածում դրա մասին, քանի որ ազատ անկախ ապրում եմ ու շատ գոհ եմ իմ կյանքից, բայց եթե գա այն մի անձը, որի հետ կուզեմ ամուսնանալ, մեծ սիրով ինչու՞ չէ։ Գալով ձեր արվեստին, հիմա ամենաշատը ձեզ ինչից եք ոգեշնչվում եւ մթնոլորտը հիմա արդյոք տրամադրում է ստեղծագործել։ Գիտեք, ցանկացած մթնոլորտից եւ ցանկացած իրավիճակից կարելի է ոգեշնչվել։ Փոխվում են միայն թեմաները։
կրեատիվ կամ ստեղծագործող մարդու համար ցանկացած բանը, անգամ վատ բանը կարա լինի թեմա, որպեսզի ինքը ստեղծագործի։ Չէ, ինչքան արվեստում, համաշխարհային արվեստում ունենք հայտնի աշխատանքներ, որը վատ բանի է նվիրված, ասենք, վատ բանի մասին է։ Օրինակ, չգիտեմ, Գերնիկայի ցեղասպանության մասին ամենահայտնի Պիկասոյի աշխատանքը, չէ, որ ոգեշնչվել է Գերնիկայի ցեղասպանությունով։ Այնպես որ ամեն ինչ կարա ոգեշնչի, եթե դու ստեղծագործող ես, քանի որ ստեղծագործելը քեզ օգնում է դուրս գալ այդ դեպրեսիայից, դուրս գալ այդ ծանր իրավիճակից, դու դրանով հանում ես մեջից այդ ցավը, որը քո մեջ ապրում է։ Ստեղծագործողը ունի այդ մեծ առավելությունը իր արվեստով հանել իր մեջից ցավը։ Իսկ ինչ որ բան կարող է խանգարել կամ ինչը կարող է ստիպել դադարել ստեղծագործել, թե նման բան չի եղել ու չեք մտածել անգամ այդ մասին։ Դեք առայժմ իմ կյանքում դա չի եղել, չէ, եղել է, ստում եմ հիմա։ Եղել է, երբ որ ես եղել եմ դեպրեսիայի մեջ, ծանր դեպրեսիա եմ տարել եւ այդ ժամանակ հասկանում էի, որ պետք է ստեղծագործեմ, որ դուրս գամ սրա մեջից, բայց չէի կարողանում ինձ ստիպել, հա, միառժամանակ, մինչեւ կամած էլի ստեղծագործելով ես դուրս եկա այդ իրավիճակից։ Եթե կարելի է պատճառը ինչն էր այդ դեպրեսիայի, անձնական էր թե կապված երկրի իրավիճակի։ Սենց բաներ մեծ փունջ էր, որ իրար վրա կուտակվեց եւ կովիդներ եւ անձնական ամուսնալուծություններ եւ պատերազմներ եւ երկրի իրավիճակներ, այսպես ամեն ինչի իրար հետ ոնց որ կուտակվել էր, հա, ասենց ոնց որ սա ամեն ինչը քանդվեց մի պահի, որ ոչ մի տեղից բռնվելու տեղ էլ չկար եւ այսպես առաջին անգամ կյանքումս հայտնվեցի այդ իրավիճակում։ Երբևէ դեպրեսիվ չեմ եղել, միշտ եղել եմ շատ պոզիտիվ, միշտ բոլորին ես եմ դեպրեսիայից հանել այս կյանքում, բայց ես ինքս ընկա այդ փոսը։ Եվ ինքնուրույն դուրս եկա։ Եվ ինքնուրույն դուրս եկա, այո, ստեղծագործելով։ Դուք ասել եք, որ երբ մի բարդ իրավիճակ է լինում, դուք փակվում եք, փաստորեն հիմա արդեն բաց լինելու ժամանակն է, փակվելը վերջացավ արդեն։ Փակ լինելը ամենափակ երկար ժամանակը, որ ես ունեցա, դա 2021 թվականի հունիսի 12-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 7-ը։ Հա, բավական։ 400 օր։ Օ։ Այդ full փակ էի, այսպես ամբողջական փակ էի, եւ դա իմ երևի ամենաերկար եւ ամենածանր փակ լինելն է եղել, բայց այդ ամբողջ ընթացքում ես խելագարի պես աշխատել եմ։ Հա։ Եվ ինչ եք ստեղծել։ Այդ դրա մասին չեմ կարող խոսալ, քանի որ դեռ իրականացված չի պրոյեկտը, համենայն դեպս տեսախցիկների մոտ դիմաց չեմ կարող խոսալ, բայց առանձին մեծ սիրով, եթե կունենաք ցանկություն եւ ժամանակ խոսենք։ Այո, հետաքրքիր է շատ։ Այսպիսի մի ծրար կա հիմա իմ ձեռքում, այստեղ մի սուր կարելի է ասել, հարցը եթե ցանկանում եք կարող եք պատասխանել, եթե չէ, կարող եք հրաժարվել միանգամից։ Սիրով։ Խնդրեմ։ Կարող եք կամ դուք ընթերցել կամ ես ընթերցեմ։ Սիրով կպատասխանեմ, ուզում եք դուք ընթերցեք հարցը, ես պատասխանեմ։ Քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեք։ Երբևէ քաղաքական ճնշման ենթարկվել եք եւ մտերիմների հետ այդ թեմայով վեճերը արդյոք շատ են եղել։ Ուղղակի չկան իմ մտերիմների մեջ մարդիկ, որոնք ունեն այլ քաղաքական դիրքորոշում։ Մաղել եք թե։ Մտերիմներից մեջ չեն եղել։ Հա։ Ովքեր որ մտերիմ են եղել, այո, ծանոթներից մեջ լայն շրջանակում եղել են, որոնց մաղել եմ ուղղակի շատ բան, բայց մտերիմներից մեջ մենք բոլորս միակարծիք ենք եւ հա միանշանակ միակարծիք ենք։ Նայեք, մտավորական բառը ես ինձ հիմա չեմ անվանում մտավորական, այլ առհասարակ բնորոշում եմ մտավորականին։ Մտավորականը միշտ պետք է լինի ընդդիմադիր։ Մտավորականը երբևէ չի կարող լինել իշխանամետ, քանի որ իշխանությունը երբեք իդեալական չի, միշտ ունի թերություններ, միշտ։ Երբեք իդեալական իշխանություն չի եղել մարդկության պատմության մեջ։ Հետևաբար մտավորականի գործառույթը հենց նրանումն է, որ ինքը ուղեցույց անի իշխանական սխալներին, իշխանության սխալներին եւ խելացի իշխանությունը մտավորականին հարգում եւ սիրում է, քանի որ միակ զանգվածն է, այսպես ասած, որը իրան ցույց է տալի իր սխալները եւ թույլ է տալի իրան լինել ավելի լավը։ Այդ լակմուսն է, այդ ոնց որ չեկն է, հա, որը որ
ասում է որ ստեղ դու սխալ ես, այստեղ դու սխալ ես, եւ ես միշտ եմ եղել ընդդիմադիր բոլոր քաղաքական շարժումների կամ ժամանակների ժամանակ ես ասել եմ այն ինչ որ սխալ է, ես ուղեցույց եմ արել այն ինչ որ սխալ է, քանի որ լավ գործողությունները որ անում է տվյալ ժամանակաշրջանի իշխանությունը, դա իր պարտավորությունն է, դա ծափահարելու կամ շնորհակալություն ասելու կամ բարձրաձայնելու կամ գովեստներ, կենացներ ասելու թեմա չի։ Ինքը պետք է անի լավ բաներ, իսկ վատ բաները պետք է ուղեցույց անել։ Այսօր ես այսօր ինչպես միշտ ընդդիմադիր եմ եւ շատ ակտիվ ընդդիմադիր եմ եւ շատ Ձեր սոցհարթակներում էլ երևում է ինչով եք կիսվում։ Ասում եմ, հա, այն ինչ որ ես մտածում եմ այս կամ այն հարցի շուրջ։ Իմ մտերիմները բոլորը ովքեր իմ կողքին են, իրենք էլ եւս ընդդիմադիր են։ Ճնշումների առումով դե իհարկե առանց դրանց չի լինում։ Եթե քո իշխանությունը չի հասկանում քո անելիքի արժեքը իրեն համար, որովհետև դու անում ես դու իրան փնովելով կամ իրան դատապարտելով, դու անում ես լավ բան իր համար։ Եթե դա ինքը չի հասկանում եւ այդ զարգացածության աստիճանը չունի, ինքը սկսում է քեզ ռեպրեսիաների ենթարկել։ Ինչպես է դրսևորվում այդ ճնշումները։ Դե տեսեք, ես օրինակ արդեն քանի տարի է Հայաստանում չեմ ցուցադրվում։ Ես ցուցադրվում եմ տարեկան 8-ից 9 ցուցահանդես արտասահմանում եւ ոչ մի հատ Հայաստանում գրեթե։ Բայց ես թույլ չեն տալիս, թե դուք չեք ցանկանում։ Ցուցահանդես անելու համար ամեն դեպքում պետքա ինչ-որ հրավեր լինի, դու ինքդ չես գնում խնդրում, համենայն դեպս, երբ որ արդեն այս կարգավիճակում ես, որում ես եմ, տարիքային գոնե, հա, ինչ-որ անցած ուղու կարգավիճակով, դու չես գնում խնդրում, ասում կարելի է ձեր մոտ ցուցադրվեմ, կարելի է ես գամ ձեր մոտ ցուցադրվեմ կամ չէ։ Դու հիմնականում անում ես ինչ-որ քեզ հրավիրում են, դու ցուցադրվում ես։ Քանի որ հրավերներ չկան, ես ինքս կարող եմ հիմա ցանկացած տեղ վերցնել Հայաստանում, բայց դա ինձ պետք չի։ Պարզ է։ Ես տարեկան 8-ից 9 ցուցահանդես ունենում եմ արտասահմանում, դրսում հիմնականում Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Արաբական Էմիրություններում եւ այլն։ Այսինքն ես դրա խնդիրը չունեմ առհասարակ։ Ես ոչ մի ձև ինձ ճնշված չեմ զգում Հայաստանում։ Ոչ մի տեսակի ճնշված չեմ զգում Հայաստանում։ Փառք Աստծո իմ աշխատանքը այնպեսին է, որ ես կարող եմ ցանկացած տեղ իմ դրսևորումը ունենալ։ Հավատացեք, նկարչի համար տարեկան 8-ից 9 ցուցահանդեսը դա ահռելի մեծ քանակություն է, քանի որ մեծամասամբ նկարիչները երևի կյանքի ընթացքում են ունենում 8-ից 9 ցուցահանդես, իսկ ես տարեկան եմ դա ունենում։ Դուք ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Հայաստանում պետք է խոսի Աստված։ Ինչն ի նկատի ունեք դա ասելով։ Այսինքն, ինչպես կամ ինչ պետք է ասի, եթե Աստված խոսի Հայաստանում։ Ինչ կկամենա, էդ էլ կասի։ Մենք չենք, որ Աստծո կամքին պետք է կամ ասելիքին պետք է ուղեցույց լինենք, բայց հենց դա դուք հիմա շոշափեցիք այն թեման, որի մասին ես խցիկների մոտ չեմ խոսում։ Այսպես։ Լավ, դա էլ թող մնա խցիկներից այն կողմ։ Դա էլ չէ, հենց դա է, որ պետք է մնա խցիկներից այն կողմ։ Դուք ասում եք, որ ձեր արվեստը բոլորի համար հասկանալի է։ Տարիների ընթացքում ինչ եք նկատել, մարդիկ իրոք այդքան լավ հասկանում են ձեզ, թե ձև են անում շատերը։ Չէ, ամեն մարդ հասկանում է ըստ իր հնարավորությունների չափի, բայց ամեն մարդ հասկանում է ի վերջո։ Ամեն մարդ վերցնում է իմ արվեստից այնքանը, ինչքանը ինքն է կարողանում ընկալել եւ յուրացնել։ Իր գիտելիքների, իր հնարավորությունների սահմանում։ Կա արվեստի տեսակ, որը հասկանում են ընտրյալները, ասենց ինչ որ պետք է հատուկ տենց բան ունենաս, դպրոց անցած ինչ որ ժամանակ կյանք անցած լնես, որ կարողանաս ընկալես արվեստը։ Իմ արվեստը տարբերվում է, քանի որ ինքը կոնցեպտուալ է, իսկ առհասարակ կոնցեպտուալ տեսակի արվեստը միշտ գոնե ինչ որ մի չափով հասկանալի է բոլորին, քանի որ կա կոնցեպտ։ Այո։ Եվ այդ իսկ պատճառով իմ արվեստը հասկանալի է բոլորին, ուղղակի ամեն մի մարդու համար կամ ամեն մի շերտի համար, այսպես ասած, եթե շերտավորենք գիտելիքների քանակությունով մարդկանց,
ինտելեկտի քանակությունով մարդկանց, ապա ամեն մի շերտի համար ինքը հասկանալի է ըստ այս շերտի հնարավորության։ Դուք հիմա փաստորեն անհատական այսպես զարդեր չեք պատրաստում, այլ ասում եք ոչ թե ստեղծում եք մարդու համար, այլ մարդկության համար։ Այդ փոխակերպումը հեշտ ստացվեց եւ ինչու։ Դա հենց այդ դեպրեսիաներից հետևանքներ, երբ որ ես հասկացա ինչից եղավ առհասարակ դեպրեսիաները, տեսեք ես այդ փունջը որ ասում եմ, հա, պատերազմ, ամուսնալուծություն, COVID, երկրի իրավիճակ, սենց ցաղ իրար հետ հավաքվեց, կուտակվեց, այդ ժամանակ ես հասկացա, որ մարդը խաբում է, մարդը ստում է, առհասարակ մարդ։ Բայց մինչև այդ չգիտեիք, որ նաև կարող է ստել։ Ինձ թվում էր, ես երևի մեծամիտ էի այն ժամանակ մի քիչ շատ կամ երիտասարդ էի, դեռ չէի կարողացել հասկանալ դա, ինձ թվում էր, որ ես հասկանում եմ մարդուն։ Ես կարողանում եմ որսալ մարդու հոգին ու գտնել հենց այն իսկականը, մաքուրը եւ անարատը, որից որ ես ոգեշնչում եմ եւ ստեղծում եմ զարդ իր համար, տվյալ մարդու համար։ Հետո ես հասկացա, չէ, մարդը ամեն դեպքում միշտ ունի այդ շղարշը, որ ուզում է ավելի լավը թվալ, քան ինքը կա։ Միշտ այդպես է եւ մարդը երբեք ես էլ եմ այդպես, այսինքն դա ինձ ես չեմ ասում որ ես դա նորմալ երևույթ է։ Դա նորմալ երևույթ է։ Լավ կողմով չէ մարդ իրեն ներկայացնի։ Հա, ինքը տենց մի հատ տենց ոնց որ քողակցում է իրականի վրա, որ մի քիչ չերևա, երբեմն խիտ է այդ քողը, որ շատ չի երևում, երբեմն ավելի նոսր է, ինչքան կարողանաս մտնել, բայց ամեն դեպքում միշտ այդ քողը կա։ Եվ այդ իսկ պատճառով ես հասկացա, որ ես այդ քողի չափաբաժնով ստում եմ իմ արվեստում։ Ես իրականը չեմ ցույց տալիս, քանի որ այդ քողը ամեն դեպքում ինձ խանգարել է իրականը հասկանալ։ Իսկ ինձ համար ամենակարևոր գործոնը ստեղծագործելու, որ իմ ստեղծածը լինի ազնիվ։ Եվ անկեղծ։ Եվ որ ես ստեղծեմ ազնիվ եւ անկեղծ արվեստ։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի ինձ մոտ այսպես կոտրվեց ամեն ինչ, երբ որ ես հասկացա, որ ամեն դեպքում պերֆեկցիոնիզմը խանգարեց, որ ամեն դեպքում այդ քողը կա, եւ ես այդքան էլ չեմ կարողանում գտնել այն իրական մաքուրը եւ անարատը։ Այդ իսկ պատճառով ես հրաժարվեցի ստեղծել մարդու համար արվեստ, այլ ստեղծել մարդկության համար արվեստ։ Ես փոխակերպեցի ինձ, դրանով ես դուրս եկա իմ դեպրեսիաներից։ Դուք ասում եք, որ դուք ինչպես մարդուն պատկերացրել եք զրուցելու ընթացքում, այդպես էլ ստեղծել եք իր համար զարդ։ Եղել են դեպքեր, որ այդ մարդը այդ զարդը չի հավանել կամ ասել է ես ինձ դրանում չեմ տեսնում։ Չէ, տենց դեպքեր չեն եղել, բայց եղել են դեպքեր, երբ որ ես ինքս եմ հրաժարվել։ Անգամ ընթացքում, երբ որ արդեն զարդը գրեթե պատրաստ է, ես ասել եմ չէ, չեմ տալու։ Շատ դեպքեր են տենց եղել, ընդ որում 10 պատվերից երևի 4-ն է իրականացել միշտ, սենց տոկոսային հարաբերակցությամբ, քանի որ այդ պերֆեկցիոնիզմը ինձ խանգարել է, ես համարել եմ, որ չէ, ես չեմ ստացել, ես չեմ գտել այս մարդու իրականը եւ ես չեմ ստացել այն ինչ որ պետքա ստանայի։ Ես չեմ հավանել իմ ստացածը։ Այսինքն այդ մարդը բավականաչափ անկեղծ չի եղել, ի՞նչն է խանգարել կամ որ չէ։ Կոնտակտը չի ստացվել, ես չեմ կարողացել որսալ, ես չեմ գոհ իմ արածից եւ այդ պարագայում այդ աշխատանքը վերացվել է։ Չի հասել ի վերջո իրակետին, չնայած ցանկացած ուրիշ մեկի համար սա շատ գեղեցիկ իրեր, շատ գեղեցիկ աշխատանք էր, որը ափսոս էր այդքան ժամանակ ծախսել այդ որ ու վերջում վերացնելը, բայց շատ դեպքերում այդպես ա եղել եւ դա է իմ պերֆեկցիոնիզմը, որ ինձ կհանգարում է ապրել։ Այդ իսկ պատճառով ես երբ որ ի վերջո հասկացա, որ փաստորեն այս ամբողջը ինչ որ ես արել եմ 30 տարվա ընթացքում ամեն դեպքում այդ շղարշը եղել է, երբ որ այդ շղարշը տեսա, հասկացա, որ էլ չեմ ուզում այդտեղ լինել։ Չեն նեղացել մարդիկ։ Նեղացել են, իհարկե նեղացել են, բայց այդ պայմանները դրվել է նախապես։ Ես միշտ նախապես ասել եմ, պարտադիր չի որ դուք կունենաք այս զարդը։ Հեչ ես չգիտեմ ինչ կստացվի, ես չգիտեմ ոնց կստացվի արդյոք թե ոչ։ Արդյոք ես գոհ կլինեմ, ես կտամ ձեզ այն ժամանակ, երբ որ ես գոհ կլինեմ։ Հետո նոր ցույց կտամ ձեզ։ Այսինքն դուք չեք տեսնի, մինչև որ ես ինքս հպարտ չլինեմ իմ արածով։ Ես հիշում եմ, դուք ասում եք, որ ձեր զարդերի մեջ նաև դուք դնում եք բույր։ Եվ ասում եք, որ մի բույր ունեք, որ երբ մարդ շնչի, իր ծննդյան պահը կհիշի։ Այդ ինչպես։
տեսեք, առհասարակ բույրը դա էլ է աքսեսուար, չէ՞։ Այո։ Ինչպես եւ զարդը։ Բույրը դա վերին կատեգորիան է աքսեսուարների, քանի որ ինքը անտեսանելի է, իրան ասում են աստվածային աքսեսուար։ Եվ բույրեր ստեղծելը դա առանձին արվեստ էր ինձ համար, որը ես համակցել էի իմ տենց մի հատ հավաքածու ունեի, որը կոչվում էր Aroma Jewelry, այսինքն բույրով զարդը, դա մի ինչ-որ ժամանակաշրջան էր, որտեղ ես ամեն զարդի համար, որը ստեղծվում էր ինչ-որ մի մարդու համար, ստեղծվում էր նաև տվյալ մարդու բույրը, որը ամբողջականացնում էր այս զարդի գոյությունը եւ բույրը ստեղծում էի ես, դա աբսոլյուտներ են, դա ստեղծում է աբսոլյուտներից, ինքը բույսերից ստացված այն միայն էֆիրն է, անգամ յուղը չի, միայն էֆիրն է, էֆիրների համակցությամբ։ Դա էր իմ ամենասիրելի էտապն էր, որովհետև այդ բույրի հետ աշխատելու համար ես պետք է ասենց լրիվ մաքրված լինեի, եկեղեցի էի գնում, աղոթք էի անում, եւ այսպես շատ կարևոր էտապ էր, բայց ի վերջո բույրերը հիմա երբեմն անում եմ, իսկ ինչ վերաբերվում է մարդու ինքը դու քո ծնունդի պահը, նայեք, մարդու հիշողությունը պահում է ամեն ինչ բույրի տեսքով, ամենաերկար հիշվող մարդու ուղեղում մնացող հիշողությունը դա բույրն է։ Հետևաբար մենք ծնվելուց որոշակի ինչ-որ բույրի մեջ ենք եղել, չէ՞, մենք ինչ-որ բան զգացել ենք այդ բանը, ու բոլորը զգացել են նույնը ի դեպ։ Նույն բույրն է այդտեղ բոլորի մոտ աշխատում։ Եվ ես ստեղծել եմ մի բույր, որը կրկնել էր այդ բույրը, որը մենք ծնվելուց զգում ենք։ Եվ երբ որ մարդը ես ուղղակի այն ժամանակ էքսպերիմենտ էի անում նմանատիպ, ասում է աչքերը փակում ենք եւ բույրը զգում ենք եւ ասում ենք ինչ եք տեսնում։ Ու բոլորը տեսնում էին նույն բանը։ Բոլորը տեսնում էին հիվանդանոց, լույս։ Հետաքրքիր է։ Իսկ հիմա կա այդ բույրը այստեղ ձեր արվեստանոցում մենք էլ փորձենք։ Ափսոս։ Այս բանը չկա։ Դուք շատ հայտնի մարդկանց համար եք դե զարդեր ստեղծել, Մարկեսի համար էլ չէ, խաչ ստեղծեցիք եւ ուղարկեցիք։ Կարող եք մի քանի հայտնիների անուններ թվել։ Այստեղ հենց ֆոտոպատ կա, որտեղ շատ մարդիկ մեծամասամբ չէ, ինչ որ մի մասը մարդկանց կա։ Իմ կարիերայի ամենասկիզբը դա Մադլեն Օլբրայթն էր, որի բրոշերն էի ես ստեղծել։ Մայա Պլիսեցկը, Մոնսերատ Կաբալիե, Շեր, Ալջերո, Անդրեա Գասի, ես ինձ հիմա նայելով հիշում, այսպես ու շատ մարդիկ, որոնք գալիս էին ու պատվիրում էին, որոնց հետ ես անպայման պետք է հանդիպում ունենայի, որպեսզի կարողանայի ստեղծագործել, ու շատ հետաքրքիր է նման, տեսեք, այդ մարդիկ հասարակ մարդիկ չեն, ես իրանց միշտ ասում եմ, իրանք գեր մարդիկ են, հենց այնպես չեն դառնում Մայա Պլիսեցկը կամ Մոնսերատ Կաբալիե կամ չէ, եւ միայն տաղանդը չի այստեղ իրենց օգնել դառնալ Մայա Պլիսեցկա կամ Մոնսերատ Կաբալիե կամ Ալջերո, այստեղ միայն տաղանդը չի աշխատում, այստեղ նաեւ այդ խարիզման է, որը ոչ մի բանով չես կարող բացատրել, ինքը չունի ոչ մի բացատրություն, թե ինչա խարիզման։ Այդ խարիզմաները, հանդիպել այդ խարիզմաների հետ եւ զրուցել իրանց հետ եւ ունենալ առնչություն, դա ամեն անգամ մի մեծ sense հրաբուխ էր, էներգետիկ հրաբուխ էր, որի մեջով պետք է անցնեիր եւ պետք է կարողանայիր ոտքի վրա մնայիր։ Այդ առումով ամենաշատը ձեզով է տպավորել, ումից եք ամենաշատը տպավորված եւ ինչ հետաքրքիր պատմություն կարող եք հիշել։ Մայա Պլիսեցկան իհարկե, որը ես մեր հանդիպումից հետո ես իրան անվանեցի Աստծո սիրված պարուհին։ Ամենասիրած պարուհին էր Աստծո, ոնց որ երբ որ ինքը աշխարհից հեռացավ, ես մի հատ հրապարակում արեցի, որտեղ ասացի, որ Աստված ժամանակավոր տվել էր ամենասիրած իր պարուհուն մեզ, մենք վայել էինք իր պարը, հիմա հետ վերցրեց։ Այո, այդ կինը խելագարվելու խարիզմա ուներ եւ երբ որ ինքը մտնում էր ինչ որ մի տարածք, կապ չունի իրան տեսնում էին թե չէ, անգամ մեջկով կանգնած դու լռում էիր։ Չգիտես ինչի։ Մարդիկ մեջկով կանգնած չեն տեսնում, որ ինքը մտավ, բայց լռում են։ Սա ֆանտաստիկ էներգիա էր, որը անհասկանալի էր ոնց է աշխատում այս էներգիան, հա։
ու շատ մարդիկ հենց այդպիսին են, այդ գեր մարդիկ հենց այդպիսին են, որոնց խարիզման է աշխատում առաջին հերթին, այսինքն ոչ միայն տաղանդն է, այլ այդ Աստծո լույսն է, որ մեջից դու զգում ես, տեսնում ես։ Եվ երևի թե ասեմ ամենա ուժեղը դա էր հենց, եւ շատ հետաքրքիր պատմություն ունեմ, երբ որ Վրաստանում Քուարելի լեյքում ժամանակ առ ժամանակ գնում էի մի քանի օրով անջատվել աշխարհից, լռել եւ այլն, եւ այնտեղ հանդիպեցի Վախթանգ Կիկաբիձեին։ Ես առհասարակ չեմ սիրում գնալ, տենց ինչ որ նկարվեմ ձեր հետ, չգիտեմ, խոսամ ձեր հետ, sense բաներ չեմ սիրում, ահա որ, որովհետեւ որոշ փոքրիկ չափով ինձ էլ երևի թե մեկ մոտենում են։ Եվ չեմ ասի, որ դա ինձ տհաճ է, բայց երբեմն, երբ որ դու ուզում ես լինես մենակ, եկել ես հանգստանալու, ոչ թե հանրության մեջ լինելու, հա, դու չես ուզում, որ քեզ շատ տենց հանգարեն քո հանգիստը, դու ուզում ես լինես քո ունային առանձին ինչ որ միջավայրում մենակ։ Եվ ես տենց ուղղակի առավոտյան այդ հոթելում առավոտյան նախաճաշին անցնելով իր սեղանի կողքին ասի շատ սիրում եմ, հարգում եմ ձեզ, շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք, շնորհակալություն։ Ու գնացի նստեցի տեղը, շատ կարճ եւ շատ այսպես համառոտ, առանց ոչ մի ֆոտո լինեմ, մի հատ խոսացեք իմ հետ, ես ձեր հետ խոսամ։ Հիմա նախաճաշը վերջացավ, դուրս ենք եկել, սուրճ ենք խմում, ես մի անկյունում նստած իմ սուրճն եմ խմում, ծխում եմ, մեկ է սենց արես, հələ մի հատ արի ստեղ։ Մոտեցա, ասում եմ դու հասարակ մարդ չես, ով ես դու։ Ասում եմ դե սենց, ասում եմ դու ասում եմ մի հատ բան ունես, ասում եմ որ անդադ ինձ այս քանի օր ասում եմ սենց ոնց որ կողքից խանգարի, ասում եմ ոնց որ ես ուզում եմ հասկանամ նստի, հիմա խոսա։ Էներգիա։ Այսինքն ոնց ես նկատել եմ իրանց խարիզմաները, այդ մեծ մարդկանց խարիզմաները եւ հիմա նկարագրեցի, Վախթանգ Կիկաբիձեն լսեց կամ զգաց այդ իմ ինչ որ խարիզման, երևի թե ինչ որ մասամբ որը կա, որը տենց ասեց մի հատ հլարի ստեղ ու շատ մարդիկ կային, որոնք գալիս էին իր հետ ֆոտոին, ինքը ոչ մեկին տենց բան չէր ասում, ու մենք դարձանք շատ լավ, շատ մտերիմ ընկերներ այդուհետ, շատ երկար տարիներ շատ մտերիմ ընկերներ եղանք եւ ինքն էլ այդ գեր խարիզմա ունեցող մարդ էր, որը շատ գովելի էր ու ես միշտ շատ ափսոսում եմ իրանց գնալուն, բայց միշտ հասկանում եմ, որ Աստված տալիս է եւ մի օր հետ է վերցնում։ Գալով ձեր գործերին, ձեր հայտնի ճանճը ստեղծագործությունը հիմա պահեստավորված է, երբ եք պատրաստվում այն նորից ներկայացնել մարդկանց եւ արդյոք լրացումներ կլինեն։ Անշուշտ ինքը դառնալու է տրիլոգիա, ինքը շատ մեծ ցուցահանդես է դառնալու, նոր դուրս գա նորից աշխարհ, բացատրեմ, ճանճը ստեղծվել է 2007 թվականին։ Եվ 10 տարի ինքը չի ցուցադրվել, պահվել է արվեստանոցում եւ առաջին ցուցադրությունը եղել է 2017 թվականին, այսինքն 10 տարի անց։ Երբ որ ինձ հարցում են ինչու, ես ասում եմ դեռ մարդիկ պատրաստ չէին ընկալել ճանճը եւ դեռ այս համատարած էներգիան դրա մասին չէր։ Երբ որ եկավ հասունացավ այն պահը, որ պետք էր ճանճը իր գործողությունը անի, այդ ժամանակ ես իրան հանեցի։ Դրա համար ինքը այդպես հաջողություն ունեցավ։ Մինչև կովիդը ինքը աշխատում էր շատ ճիշտ մարդկանց հոգեբանության վրա, շատ ճիշտ էր ուղղում մարդու ատելությունը դեպի սեր, շատ ճիշտ բաղադրատոմս էր մարդկանց հոգին բուժելու համար։ Կովիդից հետո մարդու հոգին փոխվեց։ Առհասարակ մարդկության հոգին փոխվեց։ Այսօր մենք ավելի դաբաղված ենք։ Այսօր մենք ավելի դժվար է մեզ այն որ հասնել են ճիշտ կետին, որովհետև շատ ավելի գործողություններ են պետք, գործոններ են պետք, որպեսզի հասնենք այն ճիշտ կիզակետին ու մարդու հոգին շարժենք։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի փակել ճանճը, մինչև կուժեղացնեմ իրան այնքան, որ ինքը այսօրվա մարդկության հոգուն կկպնի եւ նորից կհանեմ իրան այդ ժամանակ։ Ձեր այդ գործը սիրո եւ ատելության մասին է, ինչպես դուք եք ասում, եւ նայում եք աշխարհին ճանճի աչքերով։ Այդ դիտանկյունից աշխարհը ավելի լավն է։ Չէ, ուղղակի մենք ատելիի աչքերով նայում ենք աշխարհին ու սկսում ենք ատելիին հասկանալ։ Իսկ ինչ որ մենք հասկանում ենք, մենք սկսում ենք սիրել։
Եվ դա պարտադիր չի, որ այլևս ոչ մեկին պիտի չատենք։ Ինձ մի անգամ հարց տվեցին, ասեցին, իսկ դուք հիմա գիտեք ատելին ոնց կարելի է սիրել, հետեւաբար դուք ոչ մեկին չեք ատում, չէ, իհարկե ատում եմ։ Ինչի եմ ատում, որովհետև ուզում եմ ատել։ Չեմ ուզում այդ ատելությունս վերացնել։ Չէ՞։ Այդ դու անում ես այն ժամանակ, երբ որ դա ուզում ես անես, բայց երբ որ չես ուզում, դու շարունակում ես ատել։ Եվ ես չեմ գտնում, որ ատելը վատ է։ Քանի որ ատելությունն էլ է էներգիա եւ ուժ, եւ շատ դեպքերում ատելությունն էլ է քեզ ստիպում դառնալ ավելի լավը։ Չի քայքայում ատելության զգացողությունը։ Սա շատ ոչ ազնիվ եւ ինչ որ շատ տենց ռաֆինիզացված, քաղցրացած հետ չի եղել, որ ինչ որ մեկին ով քեզ չի սիրում ու դու էլ իրան չես սիրում, ինքը քեզ չի հավատացել ու դու իրանին դու հասել ես ինչ որ հաջողությունների, որ ապացուցես, որ դու այդպեսին ես։ Ես այդ ատելությունն է, որը քեզ ուժ է տվել, չէ՞։ Որ դու դառնաս, կայանաս, չէ՞։ Շատ դեպքերում դա է։ Ես օրինակ հիշում եմ դպրոցում մաթեմատիկայից դասատուն, երբ որ մի օր ասեց, դու ասեց քո ուղեղը մաթեմատիկա անցալելու համար չի ստեղծված, դու չես կարող մաթեմատիկա անցալես, ես մյուս քառորդ հանձնեցի իրան պոլիտեխնիկի երկրորդ կուրսի քննություն։ Հասկանում եք, այդ խնդիրը լուծեցի, որ Հիմա հասկացա ինչ եք դուք ասում։ Հասկանում եք, ինձ համար դա դարձավ պրինցիպ, ինձ համար դա դարձավ բան, ոնց որ մարտահրավ էր, որը ես պետքա հաղթահարեմ, որ ոնց թե իմ ուղեղը ինչ որ մի բանով ինչ որ մեկի ուղեղից պակաս, ու ես ապացուցեցի, որ այդպես չեմ։ Այդ ատելությունն էլ է պետք, հետո չի կարելի ատել մեկին, ով քեզ սպանում է։ Չի կարելի չատել, չի կարելի սիրել սպանողին։ Ի վերջո, ով ենք մենք, որ ներենք։ Աստված է ներում, մենք այդքան մեծամիտ չենք կարող լինել, որ ասել ես ներում եմ, այդ շատ մեծամիտ է։ Բայց դրա հետ մեկտեղ չես կարող ներես, էլի։ Մեկը մեջը ատում ես, այդ շատ սուտ է եւ մեծամիտ է, ոչ ճիշտ բան է, ոչ քրիստոնյա է։ Բայց այդուհանդերձ Աստված ասում է ներիր, չէ՞։ Աստված ասում է ներիր, որ իր օրինակով, Աստված ասում է ձգտիր լինել կատարյալ, բայց դա չի նշանակում, որ դու կարող ես դա անել։ Որ դու պետք է դա անես, հենց ինքը ասում է, բայց դու չես կարող դա անել։ Մարդ ես, Աստված չես։ Որն է ձեր արվեստի այն գլխավոր մեսիջը, որ փոխանցում եք հանրությանը, եթե ընդհանրացնենք, դուք ձեր արվեստով ինչպիսին եք ուզում, որ աշխարհը դեպի ուր փոխվի, ինչպիսին լինի։ Տեսեք, արվեստը, եթե իրան չհամարենք, առհասարակ արվեստը մեծ հաշվով մարդուն անհրաժեշտ չի։ Ինքը ոչ ուտելիք է, ոչ հագնելիք է, ոչ ապրելիք է, մտածելակերպ է փոխում նաև։ Հոգու համար եկեղեցին է, հավատքն է։ Հասկանում եք, արվեստը ամենաանպետք բանն է կարելի է համարել, չէ՞։ Եթե արվեստը չի անում ինչ-որ գործողություն, եթե ինքը ինչ-որ մի բան չի փոխում։ Իմ արվեստը ուզում միշտ փորձել է փոխել մարդկանց դեպի բարին։ Հա չար մարդուն դարձնել բարին, նենք մարդուն դարձնել սիրալիր եւ այլն։ Այսինքն ես իմ արվեստով միշտ փորձել եմ ցույց տալ ոնց կարա մարդը ավելի լավը լինի։ Եվ դա է իմ արվեստի հիմնական մեսիջը, որ ես ուզում եմ ու միշտ ձգտում եմ անել, եւ դա շատ կարեւոր է ինձ համար ամեն աշխատանքիս մեջ։ Ես ամեն միտքը երբ որ գալիս է, տեսեք, ես երբեք չեմ համարում ինձ հեղինակ։ Երբևէ ես չեմ համարում ինձ հեղինակ, երբևէ ես գրեթե 99% դեպքերում իմ նկարների վրա չեմ ստորագրում։ Հետաքրքիր է ինչու։ Ես ստորագրում եմ կողքից կամ հետևից, որ չերևա, հնարավորինս թաքնված, կամ իմ զարդերը կամ քանդակները իմ անունը երբեք գրած չի զարդիս վրա կամ բուլգարի գրում են, չէ՞, մեծ sense ամբողջ։ Բայց ձեր գործերն են։ Բայց շատ փոքրիկ նշան կա մեջում մի խորը տեղ, որտեղ որ ասում է, որ սա ես եմ։ Ես միշտ ինձ համարում եմ կատարող, ինչու, որովհետև ես միշտ համարում եմ, որ գաղափարը գալիս է ի վերուստ։ Իսկ գաղափարի եթե գաղափարը եկել է, ապա դու հեղինակը չես, հեղինակը այն է, ով ուղարկել է քեզ գաղափարը։ Հետևաբար ես ինձ միշտ համարում եմ այդ եկած գաղափարի կատարող ընդամենը։ Այդ իսկ պատճառով ես չեմ հանդգնում մեծ ստորագրություն դնել կամ մեծ այսպես բրենդ դառնալ, էլի։
երբ որ դու գաղափարը վերցնում ես, հա, եկած գաղափարը վերցնում ես եւ իրագործում ես, դա շատ մեծ պատասխանատվություն է, քանի որ դու պետք է իրագործես ի վերուստ եկածը, ու դու պետք է մաքսիմալ կատարյալ դա իրագործես, քանի որ եթե չէ, ապա դու չանարգեցիր ի վերուստին։ Այդ իսկ պատճառով ինձ համար շատ կարևոր է, որպեսզի իմ արվեստը մեսիջ ունենա, ասելիք ունենա, եւ երբ որ գաղափարը գալիս է, ես ինքս ինձ հարցնում եմ, իսկ ինչ է այս գաղափարը փոխելու։ Ես սկսում եմ ինքս ուսումնասիրել, թե ինչ է ինքը փոխելու այս աշխարհում, գոնե մի մարդու ինքը ավելի լավը դարձնելու է, գոնե 0.1%-ով։ Եթե հա, ապա այո, անում եմ։ Իսկ գումարը փչացնում է արվեստը։ Եվ եղել է ոչ։ Ոչ։ Գումարը օգնում է արվեստին, եթե դու չես վազում այդ գումարի հետևից։ Գումարը քեզ հնարավորություն է տալիս շարունակել ստեղծագործել, բայց եթե դու ստեղծագործում ես գումար վաստակելու համար, միայն այդ դեպքում քո ստեղծագործածը ստեղծագործություն չի, այլևս ազնիվ չի, ինքը պարզապես գումար աշխատելու արտադրանք է։ Իսկ երբևէ չի եղել, որ դուք գումարի դիմաց զիջեք ձեր ճաշակը։ Մի անգամ։ Եվ ինչ դեպք է դա եղել, ինչքան գումարի մասին է խոսքը։ Չէ, շատ մեծ գումարի մասին չի խոսքը։ Տեսեք, զարդերի առումով ես արել եմ 40,000-ից ավել զարդ։ Եվ փորինել եմ 40,000-ից ավել զարդ եւ այդ 40,000-ից մենակ մեկն է եղել, չեմ ուզի հիմա կոնկրետ մատնանշել ումը եւ որ զարդը, քանի որ դրանով կնեղացնեմ տվյալ մարդուն, միակ մեկն է եղել, որտեղ ես զիջել եմ իմ ճաշակին եւ ես երկար տարիները փորձում եմ ետ գնել այդ աշխատանքը եւ վերացնել, որպեսզի պատմության մեջ իմ անունի տակ այս աշխատանքը չմնա։ Եվ այդ մի դեպքն է, որտեղ ես իրականում զիջել եմ, որովհետեւ այդ պահին ուղղակի գումար էր պետքա կրեդիտս վճարեի։ Այդ պահին չունեի այդ գումարը, եւ տենց հենց այդ օրը պետք էր այդ գումարը, այդպես է, այդ միած զիջումն է։ Պատվիրատուն հայ է եղել, հա, երևի։ Այո։ Հիմա Արմանի ինչ ծրագրեր ունեք, ինչ նախագծերի վրա եք աշխատում եւ երբ է ձեր առաջիկա ցուցադրությունը։ Տեսեք, փետրվարին վերջին ցուցադրությունս էր Փարիզում, Փարիզի սալոնում, մեծ սալոնում, Art Capital կոչված ամենամյա այդպես մեծ շատ միջոցառում արվեստի, Եվրոպայի ամենամեծ միջոցառումն է։ Այդտեղ էր ցուցադրությունս եւ դրանից հետո, այդ ցուցադրությունից հետո ես ազատել էի իմ ժամանակը մինչեւ աշուն, որովհետեւ ունեի մեծ պրոյեկտ, որը իրականացնում էի Միացյալ Էմիրություններում, որպեսզի կարողանամ զբաղվեմ այդ պրոյեկտով, բայց քանի որ խառնվեց աշխարհը իրար եւ ես sense ինչ որ էմիրությունները փակեն եւ չեմ կարող այնտեղ լինել եւ չեմ կարող այդ աշխատանքը անել, այդ իսկ պատճառով մինչեւ աշուն ես նախապատրաստվում եմ, քանի որ աշնանը հոկտեմբերի 12-ից սկսված Փարիզից է սկսվում իմ ցուցահանդեսների շքերթը, 5 ցուցահանդես է իրար հետևից նախանշմարված եւ ամեն ցուցահանդեսի կոլեկցիան տարբեր է, այսինքն 5 ցուցահանդեսի անհատական ցուցահանդես է։ Գեղանկարչական տարբեր թեմաներ են այնտեղ, մեկը կոչվում է էմոցիաներ, մյուսը կոչվում է արվեստի բույրը, մյուսը կոչվում է մյուս կոլեկցիան կոչվում է իմ սիրելի սիրուհիները, այսպես տարբեր թեմաներ են եւ հիմա աշխատում եմ այդ ցուցահանդեսի նախապատրաստական ոնց որ process-ով, քանի որ իմ արվեստանոցում միշտ շատ քիչ են աշխատանքները պատրաստ, քանի որ ես չեմ հասցնում կուտակել արվեստանոցում աշխատանքներ, քանի որ ես վերջացնում եմ ու իրանք գնում են այսպես։ Եվ հիմա շատ մեծ քանակությամբ աշխատանքներ կան իմ ցուցասրահում Միացյալ Նահանգներում, Արթուն ցուցասրահն է, որը հիմա գործում է եւ շատ մեծ քանակությամբ աշխատանքներ այնտեղ կան, եւ հիմա ստեղծվում է նոր սերան աշխատանքների, որը արդեն պետք է գնա Փարիզ, Վենետիկ եւ Ցյուրիխ։ 3 քաղաք, ընդհանուր առմամբ 5 ցուցահանդես, որովհետև 3 ցուցահանդես Փարիզում եւ մի ցուցահանդես Վենետիկում եւ Ցյուրիխում կսկսվի հոկտեմբերի 12-ից, կվերջանա նոյեմբերի վերջով։ Շատ շնորհակալություն։ Իդեպ Արման, դուք դեռ չեք սիրում նուռ ուտել։ Ես երբևէ նուռ չեմ սիրել ուտել, անգամ մինչև նրան, երբ որ իմ անունս դարձավ նուռ, այսինքն մինչև 5 տարեկանս ես էլի չէի սիրում նուռ։ Այսինքն դա չգիտեմ ինչից է, ուտել չեմ սիրում նուռը։ Համը չեք սիրում։ Հա,
ինձ խանգարում է նրան համը, ինձ համար նուրը ավելի շատ գաղափարախոսություն է, քան միրգ։ Եվ մրգի գաղափարախոսություն կա, չէ՞, այդ հասկացողությունը կա, չէ՞, միրգն էլ իր սեփական գաղափարախոսություն։ Դե նուրը ասում են 365 օր։ Դե տեսեք, հայկական նուր։ Օրինակ ասում են, որ Եվան խնձոր է, չէ՞, կերել, բայց իրականում եթե մենք հաշվի ենք առնում պատմիչների եւ հետազոտողների առումով, որ եդեմական այդ այգիները եղել են Մեսոպոտամիան նկարագրվել, հա, միջագետքն է նկարագրվել, ապա միջագետքի տարածքում խնձոր չի աճել մինչև 16-րդ դար։ Այդ բույսը ներմուծվել է հետո հյուսիսից։ Այսինքն խնձոր չի եղել եդեմական այգիներում, ուղղակի նկարագրվել է կլոր կարմիր միրգ եւ եվրոպական եւ հյուսիսային արդեն մշակույթները, իրանք մտածել են, որ դա խնձորն է, իրականում կարծում եմ դա եղել է նուրը։ Շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր ձեր հետ զրուցելը։ Ձեզ լավ։ Շնորհակալություն ձեզ։ Օր եմ մաղթում։ Ես էլ ձեզ։ Եվ շատ լավ ցուցադրություններ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, այդ թվում նաև Հայաստանում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսպիսին էր Արման Նուրը պրոֆիլի եթերում, իսկ մենք դեռ կհանդիպենք։